Բարև ձեզ, եկեք շարունակենք սեպտակորդների թեման, բայց մինչ կնայեք մինչև վերջ, կխնդրեի բաժանորդագրվեք և ծեղմեք լայք կոճակը։ Այսօրվա թեման 7-րդ աստիճանից կառուցվող սեպտակորդներն են, լինում են երկու տեսակ, փոքր 7-ի սեպտակորդ և փոքրացրած 7-ի սեպտակորդ։ Իսկ հիմա եկեք նվագենք, տեսնենք ինչպես են հնչում մեր ակորդները, ինչպես են կառուցվում և լուծվում։ Եկեք նվագենք դո մաժոր բնական գամման և դո մաժոր հարմոնիկ գամման։ Հիշում եք հարմոնիկում 6-րդ աստիճանը իջեցնում ենք կես տոն։ Իսկ հիմա վերցնենք փոքր 7-ի սեպտակորդը։ Կառուցվում է 7-րդ աստիճանից տոնայնության, դո մաժորի 7-րդ աստիճանը սի նոտան է, սի նոտայից կառուցում ենք փոքր 7-ի սեպտակորդ։ Կառուցվածքն է փոքրացրած եռահանջում գումարած մեծ տերցիա, կամ փոքր տերցիա և մեծ տերցիա։ Կառուցվածքը կամ փոքրացրած եռահանջում գումարած մեծ տերցիա։ Եվ լուծենք մեր սեպտակորդը, լուծվում է տոնիկական եռահանջյան մեջ կրկնապատկելով տերցիային աստիճանը։ Հաջորդ մեր ակորդը փոքրացրած 7-ի սեպտակորդն է, կառուցվում է 7-րդ աստիճանից և կառուցվածքն է փոքրացրած եռահանջում գումարած փոքր տերցիա, կամ փոքր տերցիա կառուցվածքը, փոքր տերցիա գումարած փոքր տերցիա գումարած փոքր տերցիա, բաղկացած է 3 փոքր տերցիաներից։ Լուծվում է նույն կերպ, տոնիկական եռահանջյան մեջ կրկնապատկելով տերցիային աստիճանը։ Շրջենք մեր ակորդը, ստացվում է փոքր 7-ի կվինտ սեքստակորդ։ Կառուցվածքն է մինոր եռահանջում գումարած մեծ սեկունդը, կամ փոքր տերցիա գումարած մեծ տերցիա գումարած մեծ սեկունդը։ Լուծվում է տոնիկական սեքստայի մեջ կրկնապատկելով տերցիային տոնը։ Փոքրացրած 7-ի կվինտ սեքստակորդը կառուցենք, կառուցվածքն է փոքրացրած եռահանջում գումարած մեծացրած սեկունդը։ Լուծվում է տոնիկական սեքստայի մեջ կրկնապատկելով տերցիային տոնը։ Հաջորդ շրջվածքը փոքր 7-ի տերցկվարտ ակորդն է։ Կառուցվածքն է մեծ տերցիա գումարած մեծ սեկունդա գումարած փոքր տերցիա։ Իսկ հիմա լուծենք, ռե նոտան գնում է դեպի մի, սին բարձրանում է դեպի դո, լան իջնում է սոլ, ֆան իջնում է մի։ Ստացվում է փոքրացրած 7-ի տերցկվարտ ակորդը։ Կառուցվածքն է փոքր տերցիա, մեծացրած սեկունդա և փոքր տերցիա։ Լուծվում է նույն կերպ։ Հաջորդ շրջվածքը փոքր 7-ի սեկունդ ակորդն է։ Կառուցվածքն է մեծ սեկունդա գումարած փոքրացրած եռահանջում։ Լուծվում է տոնիկական կվարտ սեքստակորդի մեջ կրկնապատկելով տերցիային տոնը։ Եվ վերջապես փոքրացրած 7-ի սեկունդ ակորդը, կառուցվածքն է մեծացրած սեկունդա գումարած փոքրացրած եռահանջում, կամ մեծացրած սեկունդա գումարած փոքր տերցիա գումարած փոքր տերցիա։ Լուծվում է տոնիկական կվարտ սեքստակորդի մեջ կրկնապատկելով տերցիային աստիճանը։ Նշեմ, որ մեր 7-ի սեպտակորդներ ունեն երկու տեսակի լուծումներ։ Առաջինը միանգամից տոնիկա, որը մենք կարեցինք, իսկ հիմա դոմինանտայի միջոցով լուծենք մեր 7-ի սեպտակորդները։ Եթե մենք լա նոտան 1 աստիճան իջեցնենք, կստացվի դոմինանտ կվինտ սեքստակորդ և կլուծվի տոնիկական եռահանջյան մեջ։ Կրկնապատկելով տոնիկան։ Իսկ հիմա փոքրացրած 7-ի սեպտակորդը միայն հարմոնիկում է կառուցվում, հիշում ենք, լա նոտան կես տոն ներքև ենք իջեցնում, ստացվում է դոմինանտ կվինտ սեքստակորդ և լուծվում է տոնիկական եռահանջյան մեջ կրկնապատկելով տոնիկան։ Իսկ հիմա շրջենք մեր ակորդը և կստացվի փոքր 7-ի կվինտ սեքստակորդ։ Լա նոտան մենք 1 աստիճան իջեցնում ենք ներքև, ստացվում է դոմինանտ տերցկվարտ ակորդ և լուծվում է տոնիկական եռահանջյան մեջ կրկնապատկելով տոնիկան։ Հաջորդ ակորդը փոքրացրած 7-ի կվինտ սեքստակորդն է, լա բեմոլը կես տոն իջեցնում ենք ներքև, ստացվում է դոմինանտ տերցկվարտ ակորդ և լուծում ենք տոնիկական եռահանջյան մեջ կրկնապատկելով տոնիկան։
Հաջորդը փոքր 7-ի տերցկվարտ ակորդն է։ Լա նոտան մենք 1 աստիճան ներքև ենք ուղարկում, ստացվում է լուծվում է դոմինանտ սեկունդի մեջ, իսկ դոմինանտ սեկունդն էլ լուծվում է տոնիկական սեքստայի մեջ։ Փոքրացրած 7-ի սեկունդ ակորդը լա բեմոլ նոտան կես տոն իջեցնում ենք ներքև, ստացվում է դոմինանտ սեկունդ ակորդ եւ լուծում ենք տոնիկական սեքստայի մեջ։ Հաջորդը փոքր 7-ի սեկունդ ակորդն է, կառուցվածքը հիշում ենք մեծ սեկունդա, գումարած փոքրացրած եռահանջուն։ Մեր լա նոտան մենք վերցնում ենք եւ 1 տոն իջեցնում ենք ներքև, ստացվում է մեր սիրելի ակորդը, դոմինանտ սեպտակորդը, որը լուծվում է թերի տոնիկական եռահանջան մեջ։ Փոքրացրած 7-ի սեկունդ ակորդը, լա բեմոլը կես տոն իջեցնում ենք, ստացվում է կրկին դոմինանտ սեպտակորդ եւ լուծվում է թերի տոնիկական եռահանջան մեջ, եռապատկելով տոնիկան։ Ահա եւ վերջ, մենք կառուցեցինք դո մաժոր գամմայում 7-ի սեպտակորդները։